Այո, ես համոզված եմ ճնշումներ եղել են, բայց ես կարծում եմ ճնշումների բովանդակությունն է այլ եղել, ոչ թե տնտեսական այդ մաքսատուրքերի ճանապարհով է ճնշում գործադրվել, այլ լրիվ այլ ճանապարհով, ինչի մասին խոսանք եւ ինչու եմ ես համոզմանը եկել։ Ուրեմն ես պաշտոնական տվյալներ կներկայացնեմ, ըստ այդ տվյալների Ադրբեջանն ու Հայաստանը դեպի Միացյալ Նահանգներ ուղղակի չնչին արտահանում ունեն, ուրեմն Միացյալ Նահանգներ արտահանվող հայկական ապրանքների ծավալը տեսակարար մեծ կշիռ չունի Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում։ Մինչև 2020 թվականն այն կազմում էր մոտ 50 միլիոն դոլար, հաջորդ 2 տարիների տվյալներով հասել էր մինչև 80 միլիոն դոլարի, սակայն 2023-24 թվականներին գրեթե կրկնակի կրճատվել էր, հասնելով շուրջ 40 միլիոն դոլարի։ Հայաստանից ամենաարտահանման զգալի մասը մոտ 20%-ը բաժին է հասնում ոսկուն եւ ադամանդին, մոտ 15%-ը լրացնում է ոգելից եւ ոչ ոգելից խմիչքները։ Ավելի քիչ ծավալով արտահանվում են բանջարեղենային պահածոներ եւ կաթնամթերք։ Արտահանվող ապրանքների ծավալից բացի փոքր են նաեւ դրանց տեսականին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում այդ ապրանքները հանգիստ կարող են փոխարինվել այլ երկրների արտադրանքով։ Հայաստանի արտահանման ընդհանուր ցուցանիշում դեպի ԱՄՆ արտահանումը 2021 թվականին կազմել է մոտ 2.5%, 2024 թվականի տվյալ չկա, բայց վստահաբար մոտ այդ շրջանակում է կամ ավելի պակաս։ Այս հրապարակումը, այս տվյալները վերցրել եմ Armenpress պետական գործակալությունից, այլ տեղից չեմ վերցրել։ Ադրբեջանական պաշտոնական վիճակագրության համաձայն Ադրբեջանից ԱՄՆ արտահանումը 2025 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նվազել է 2.4 անգամ, կազմելով 45 միլիոն 231 հազար 810 դոլար։ Արտահանման մասնաբաժինը կազմել է 0.27%, 2024 թվականի հունվար-օգոստոս 0.6%, այսինքն Ադրբեջանի համար առավել չնչին նշանակություն ունի ԱՄՆ արտահանումը։ Այս թվերը ինչի մասին են խոսում։ Չէր կարող 40-45 միլիոն դոլարի արտահանման վրա դրվող 200%-անոց մաքսատուրքը ստիպեր Հայաստանին գնալ նման զիջումների։ Ուրեմն այդտեղ եղել են այլ սպառնալիքներ կամ սպառնալիքի այլ միջոցներ։